Չի կարելի ընտրել դոկ, չի կարելի ընտրել կրիմինալ, չի կարելի ընտրել Ղուկասյան Վարդան, կարևոր չի ինչ Վարդան Ղուկասյան։ Վարդան Ղուկասյաններին չի կարելի ընտրել։ Չի կարելի ընտրել Ռոբերտ Քոչարյաններին, Սերժ Սարգսյաններին, մարդկանց, որոնք վաղը ձեզ ծախելու են, ձեզ եւ մեզ։ Մենք մեր սեփական օջախի մասին մտածում ենք, այն ինչ որ պատերի ներսում է, կվարտիրի ներսում է, դրան ներսում է, մտածում ենք վաղը մեր երեխան, որ պատերազմում է գնալու, որպես թնդանոթային միս։ Մտածում ենք։ Մենք մտածում ենք մեր գլխին ինչ կարող է բերել եղբայրական Ռուսաստանը։ Մենք մտածում ենք, որ այդ ամենը կախված է այս պահին մեզանից եւ մեր ընտրությունից։ Մտածում ենք, թե ոչ։ Մենք պատրաստ ենք այդ ամենի պատասխանատվությունը վերցնել մեզ վրա։ Պատրաստ ենք, թե ոչ։ Ես առաջարկում եմ ձեզանից բոլորին այս հարցը դուք ինքներդ ձեր առջև դրեք։ Դրեք եւ մտածեք։ Քանի դեռ ուշ չի։ Գյումրեցիները իրենց ճաշը կերան եւ ուտելու են դեռ մի քանի տարի։ Դա մի կողմ դնենք։ Դա համապետական խնդիր չի։ Այն ինչի մասին ես այսօր խոսում եմ, դա ոչ միայն համապետական, այլ գոյաբանական խնդիր է մեզ համար։ Մեզ բոլորիս համար, իմ, ձեր, բոլորիս, ոչ միայն պետության եւ պետականության։ Ես գիտեմ, որ շատերի համար պետությունը եւ պետականությունը զրո արժեք ունի։ Ես այդպես չեմ մտածում։ Բայց լավ, եթե գոնե զրո արժեք ունի, գոնե մտածեք ձեր մասին, ձեր երեխաների մասին։ Այդ պահուստային այրոպորտները, օդանավակայանները ոչ բոլորը ունեն, շատերը չունեն։ Ովքեր որ հիմա ձեր այս մտքերը հրամցնում են, ովքեր ձեզ խաբում են եւ տանում են ընտրությունների, վախեցնելով, հրապուրելով պոպուլիզմով, կեղծ խոստումներով, նրանք վաղը թռնելու են այդ պահուստային այրոդրոմները, նրանք այդ ամենը ունեն վաղուց։ Օրինակ, վառ օրինակ, վերջին վառ օրինակը։ Գյումրու քաղաքապետի տեխնացու, որի երեխաները եւ կին ունեն Ռուսաստանի անձնագրեր։ Ես Ռուսաստանի անձնագիր չունեմ։ Իմ ընտանիքը եւ երեխան Ռուսաստանի անձնագիր չունի։ Դրա համար հիմա ես ձեզ խոսում եմ անկեղծ, որովհետեւ ես եւ դուք նույն նավակի մեջ ենք։ Եվ այն թե այդ նավակը որտեղ է գնալու, կախված է ինձանից եւ ձեզանից։ Ես փորձում եմ սա հանրամատչելի բացատրել բոլորին, զերծ մնալով քաղաքագիտական հռետորաբանությունից, տերմինոլոգիայից եւ նորմալ ժողովրդի լեզվով, որ բոլորին պարզ դառնա։